Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր այն օրն է, եթե հետագայում կնայեք այս տեսանյութը, տեսագրությունը, այսօր այն օրն է, երբ որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, հարձակվեց Արցախցի, Ղարաբաղցի աղջկա վրա։ Ես ուզում եմ մի անգամից խոսքս սկսել պատերազմի կուսակցություն իր ձևակերպումից ու մի քանի հարցի մի անգամից անդրադառնալ, բայց ելի եմ ասում, այս եթերիս շարժառիթը մետրոյում Նիկոլ Փաշինյանի հարձակումն է, բանավոր հարձակումը, ընդհանրապես արցախցիների վրա, ղարաբաղցիների վրա, իդեմս արցախցի, ղարաբաղցի այդ աղջկա։ Կներեք աղջկա անունը չգիտեմ, բայց այստեղ էական չի, որտեվ այդ տրամադրությունն ու այդ սկզբունքայնությունը շատ հայորդիներ կունենան եւ ոչ միայն արցախցի։ Այնպես որ այստեղ անունը կարա տարբեր լինի։ Հիմա սկսենք պատերազմի կուսակցությունից, հա, կամած գանք բուն այսօրվա մետրոյի իրադարձությանը։ Եթե նախկինները, որոնք իբրև թե որ գալիս են ու պատերազմա լինելու, հələ եկեք մի հատ հարցի պատասխանենք։ Եթե պատերազմ անող էին Նիկոլ Փաշինյանին կամ Նիկոլ Փաշինյան, քեզ ինչի տվեցին իշխանությունը։ Այնա պատերազմ կանեին էլի։ Դուք եք ասե, ես էլ եմ այդպես հասկացել, որ ձեզ տվել են, այսինքն ձեր կողմից ձեր ուժերն են ասե, որ Ղարաբաղի հարցը մտել էր փակուղի, խաղաղ տարբերակները, բանակցությունները հնարավոր չէին, պետք էին արվեին զիջումներ եւ նախկինները, այսպես ասած, իշխանությունը տվեցին ձեզ, մնաց ձեր վրա։ Բա որ կռիվ անող էին, պատերազմ անող էին նախկինները, իբր թե որ սպառնում եք, որ եթե դուք չլինեք նախկիններն եկան, ասենք թե կամ նախկինները չեկան, այլ ուժեր եկան, կլինի պատերազմ։ Հա, մեկն էլ այդ այլ ուժերից ես եմ։ Հա, ես իմ ընկերները, բա որ պատերազմ կլներ, ինչի այդ պատերազմը չարեցին հենց նախկինները։ Ինչի թողեցին ձեր վրա։ Այնա կանեին էլի այդ պատերազմը։ Այսինքն եթե նրանք պատերազմ անող լինեին, սկսենք սրանից, նախկինները ձեզ իշխանություն չէին տա, կգնային պատերազմը, կանեին, իշխանությունն էլ կշարունակեին վայելել։ Ուրեմն նրանք պատերազմ անող չէին։ Պատերազմ անողը դուք եղաք, որ այդ զիջումները անելու փոխարեն որոշեցիք զիջումները անել առանց դավաճան կոչվելու։ Ավելին, ընթացքում էլ որոշակի զիջումների արդեն պահանջ կար, բայց թողնում էին մեծ հաշվով Արցախը, թողնում էին ահագին բան Ռուսաստանի գոնե միջնորդությամբ։ Որոշեցիք, որ չէ, պետք է կռիվը շարունակվի մինչև վերջ։ Այդ պատերազմը հետաքննող հանձնաժողովն էլ ձեր հանձնաժողովը, ձեր կուրացիայի տակ, Անդրանիկ Քոչարյանի կուրացիայի տակ եղավ հանձնաժողովն էլ զեկույց հրապարակեց նույնիսկ այդ ձեր դիրիժորությամբ զեկույցը երես չունեցաք հրապարակեիք արխիվացիք ինչի պատճառաբանություններ բերելով թեև մենք հարկատուներս ձեզ վճարել ենք այդ թվում Անդրանիկ Քոչարյանին եւ այդ հանձնաժողովին վճարել ենք որպեսզի դուք հանձնաժողովը աշխատանք անի եւ այդ փաստաթուղթը հրապարակի։ Մենք վճարել ենք ապրանքը պատրաստ է, պրոդուկտը պատրաստ է որպես զեկույց, բայց դա թաքցրել եք։ Նույն ձևի 16 թվականի զեկույցը չեք հրապարակել։ Հետաքննող հանձնաժողովի զեկույց։ Լավ։ Էսի ֆիքսենք։ Նախկինները պատերազմ անող էին, քեզ տվեցին իշխանությունը։ Հիմա նախկինները ուզում են քեզնից վերցնեն իշխանությունը, որ պատերազմ անեն։ Հա, գիժեն նախկինները կամ չգիտեմ մնացած ուժերը գիժեն, ենթադրենք ես մեծ աշխարհ քաղաքական դասավորվածքից տեղյակ չեմ։ Իրոք տեղյակ չեմ։ Կարամ կանխատեսումներ, կռահումներ անեմ, բայց տեղյակ չեմ։ Ենթադրենք նրանք տեղյակ են, դուք տեղյակ եք։ Ու դուք ասում եք, որ եթե Արցախի հարցը հիշատակենք, եթե արցախցիների իրավունքի մասին խոսենք, հա, ես գիտեմ, որ մենք Հայաստանի Հանրապետությունը
այսօրվա դրությամբ եւ միգուցե առաջիկա տարիներին, առնվազն իմ կարծիքով 5 տարիներին առաջիկա, ռեսուրս չունի սպասարկելու արցախցիների, ղարաբաղցիների, Արցախի իրավունք, չունի ռեսուրս, համաձայն եմ, բայց խոսալու ռեսուրսեր չունենք, արտահայտվելու ռեսուրսեր չունենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ամերիկայի դրոշը վառող քաղաքական ակտիվիստին Գերագույն դատարանը ազատ է արձակում, ճանաչելով նրա ազատ արտահայտվելու իրավունքը, ասում է այդ մարդը Ամերիկայի մեջ Ամերիկայի դրոշը վառելով իր քաղաքական համոզմունքներն արտահայտել, հետևաբար ոչ ոք չի կարա իր հավին քշը ասի։ Մենք Հայաստանում չենք կարող խոսել միջազգայնորեն ճանաչված Արցախի իրավունքների մասին, Արցախի հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել, բայց մինչև Սովետ միության փլուզումն էլ արցախցիների եւ արցախցիների պես ժողովուրդների իրավունքները միջազգային կոնվենցիաներով ճանաչված են, օրինակ ինքնորոշման իրավունքը։ Հալավ ռեսուրս չունենք գործնականում դա կյանքի կոչել, խոսալու ռեսուրս էլ չունենք, խոսալու կարողություն էլ չունենք։ Դուք իբրև թե խաղաղության, ինչա, խաղաղություն եք բերել ու խաղաղություն եք պահում, մի ամոթ չլինի հարցնել։ Եթե սենց է մնալու, ասենք, այս ավիճակը այդ քարտեզն ա որ ցույց եք տալիս։ Լավ։ Հիմա ենթադրեք եկան ուրիշ քաղաքական ուժեր։ Ինչի պետք է պատերազմ լինի։ Այդ որ քաղաքական ուժն ա խելքը հացի հետ կերել, քո իշխանության տակ եղած 8 տարի իշխանավարած բանակի գլուխն անցնելուց հետո պատերազմի գնա, որ քաղաքական ուժն ա խելքը հացի հետ կերել, որ այսօրվա մեր երկրի տնտեսական, ռազմական, նույնիսկ դիվանագիտական կարողություններով գնա պատերազմի։ Ինչ պետք է լինի, որ պատերազմ լինի։ Կարող է, իսկ եթե ոչ թե կարող է, այլ ամենայն հավանականությամբ կան զիջումներ, որոնք դեռ արված չեն, ու եթե իշխանությունները փոխվեն, այդ զիջումները էլ չեն արվելու, որտեղ դուք եք խոստացել այդ զիջումները, պարոն Փաշինյան։ Կարող է կան զիջումներ, որոնք հələ պետք է արվեն, ու եթե իշխանափոխություն լինի այդ զիջումները չեն արվի, արդյունքում կստացվի պատերազմ։ Կարող է դա նկատի ունեք։ Երբ որ ասում եք կլինի պատերազմ, եթե ձեզ չընտրեն։ Հələ եկեք մի հատ տեսականորեն վերլուծենք։ Այդ ոնց է որ դուք որ ելնեք չի լինի պատերազմ, ենթադրենք Մանասյան Հայկը, եթե լինի կլինի պատերազմ։ Հələ եկեք մի հատ տենանք, էլի։ Այո, Մանասյան Հայկը այն ամենը ինչ որ արդեն զիջվել է, դրանից ավելին հաստատ չի զիջի։ Չնայած սա կվերադառնանք ձեր արած զիջումներին։ Այո, Մանասյան Հայկը կամ Մանասյան Հայկի ընկերները կամ այն տղեկը, որոնց ընկերա նաև Հայկը, իրանք հաստատ ավել զիջում չեն անի։ Ու ըստ ձեզ կլինի պատերազմ։ Հիմա եկեք տենանք դուք ինչ եք անելու, որ չլինի պատերազմ։ Մի բան պետք է զիջեք։ Ուրեմն մի բան խոստացել եք, կզիջեք ու պատերազմ չի լինի։ Ինչ պետք է զիջեք։ Մի բան արդեն հայտարարել եք։ Սահմանադրությունն եք փոխելու, սահմանադրության վրայից հանելու եք անկախության հռչակագրի հիշատակում։ Այդ մեկ։ Այդ ոնց եք անելու, դնելու եք հանրաքվեի։ Ինչա նշանակում։ Նշանակում է գալու ենք քվեարկենք, ու եթե քվեարկությունների արդյունքում սահմանադրությունը չփոխվեց, ինչա լինելու։ Լինելու է պատերազմ։ Այսինքն այդ ժամանակ ինչ եք ասելու։ Հիմա ասում եք կլինի պատերազմ, եթե ձեզ չընտրեն։ Շանտաժ եք անում, վախացնում եք պատերազմով, ահաբեկում եք։ Լավ։ Ասենք թե այս ահաբեկչությանը ենթարկվեցինք, բառից բուն իմաստով ահաբեկչություն է սա, բանավոր ահաբեկչություն է։ Լավ, սրան ենթարկվեցինք, ենթադրենք ժողովուրդը տենց գառան պես եկավ ու ձեզ ընտրեց։ Հետո ինչ եք ասելու։ Ասելու եք հանրաքվեին կողմ քվեարկեք, թե չէ կլինի պատերազմ։ Այսինքն, դա մեր ազատ կամ արտահայտությունը չի լինելու, դա իրական հանրաքվե չի լինելու, ճիշտ է։ Էդ եք չէ ուզում ասեք։ Բա մենք ենք ու գնացինք այսօրվա Արցախցի Ղարաբաղցի աղջկա թասիբի մի 10%-ն ունեցանք, ենթադրենք, պատկերացրեք, որ այսօրվա Արցախցի աղջկա թասիբի ինքնասիրության արժանապատվության 10%-ով օժտված ենք, պատկերացրեք։ Ինչ է լինելու։ Գնալու ենք ոչ ասենք։ Եթե այո ու ոչ է դրած,
Եթե օրինակ մեր սահմանադրության նախագիծը չի դրած, ուզած կամ պետք է այո ասենք, կամ ոչ, գնալու ենք ոչ ասենք։ Ինչ ալնելու, պատերազմ։ Ենթադրենք էս էլ շանտաժի ենթարկվեցինք, այդ աղջկա չափ տղամարդկություն չունեցանք, գնացինք այո ասեցինք, ու այդ սահմանադրությունն էլ փոխվեց։ Հետո ինչ ա լինելու, անկլավների հարց։ Հա? Լինելու է անկլավների հարց։ Ադրբեջանը ինչ է, ասելու է հերիք է, մեղք են էս հայերը, չնայած խեղճը լինեն էս հայերը, բայց եւ այնպես Ալիևը խղճալու է ու այդ ժամանակ էլ ասում ենք պատերազմ կլինի, պետք է անկլավները տանք։ Հա? Այդ ա լինելու, որ պատերազմ չի լինելու։ Հետո ինչ ա լինելու։ Հենց այսօրվանից հայտարարել եք, եկեք չխոսենք փախստականների վերադարձի մասին։ Դուք եք դիմել Ադրբեջանին, ասել եք դա կառուցողական խոսույթ, չի եկեք չխոսենք դրա մասին։ Դրա մասին չեն խոսում, բայց ընդեղ իրանց արևմտյան Ադրբեջանի խոսույթը շարունակում են, միջոցառումներ են անցկացնում, համաժողովներ են անում եւ այլն։ Ու մենակ իրանք չեն անում։ Իրանց հետ դաշնակից բազմաթիվ թուրքախոս, թուրքալեզու, ուրեմն պետություններ, մասնագետներ Արթուր Աղաբեկյանն ասում է գրելուց առաջ մակարդակ ունեցեք։ Հա, երևի այն մյուսին ասում, գետինը մտնես, ասում է բժիշկ ես։ Ինձ ասում է գետինը մտնես, անունով բժիշկ ես։ Ինչ կապ ունի այս ամեն ինչը բժշկության հետ ես չեմ հասկանում։ Իսկ եթե բժիշկ է, ուրեմն սթրվեք, լսեք ոնց ասում եմ, տենց է։ Սթրվեք, լսեք, չեք ուզում փոխեք ալիքը։ Սովետական միությունը չի, որ երկու հատ ալիք կա, մեկը, չգիտեմ, H1-ն է, մեկը ORT-ն է, կամ չգիտեմ, ռուսական այդ առաջի ալիքն է, ու դուք այդ երկու ալիքից բան չունեք, բացի բան չունեք նայելու, երկու ալիքով էլ ինձ են ցույց տալի, չգիտեք ինչ անեք։ Գնացեք ուրիշ բան նայեք, ինձ մի նայեք։ Հիմա անկլավների հարցն էլ տվին, փախստականների հարցա բարձրանալու, այդ ժամանակ ինչ ենք ասելու։ Ասելու ենք փախստականների հարցա դրած, եթե չանենք պատերազմ կլինի։ Ալիևը չի ասելու է Ղարաբաղի անուն մի տուր, Ալիևն ասելու է, ինչ է, Ղարաբաղցիները ուզում են գան, թողան պասպորտ վերցնեն, ապրեն, ասելու է։ Բայց դուք պիտի թույլ տաք, որ ենթադրենք ադրբեջանցի այսպես կոչված փախստականները վերադառնան։ Ինչ եք ասելու։ Ասելու եք, եթե չանենք պատերազմ կլինի։ Էդ էլ ենք տալու։ Հետո ինչ ա լինելու։ Չափազանցնում եմ։ Հիմա եկեք նայենք փաստերին։ Արցախը Հայաստան չէր։ Այսինքն ձեր կոտրված լեզվով, ձեռով ենթադրենք որոշել եք, որ վերջը հասկացաք, որ Արցախը Հայաստան չի, Արցախը կռվախնձոր է, KGB-ի սարքածն է եւ այլ, ինչքան դրա վրա խոսույթ կա դուք ու ձեր սազանդարները։ Հիմա հարց։ Մեղրին, գոնե Մեղրին Հայաստան էր։ Գոնե Մեղրիով չեղած ճանապարհը դա Հայաստանը։ Հա? Բա որ Հայաստանը ինչի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրեցիր անխոչնդոտ անցում։ Հրադադարի պայմանագրում ինչ կապ ուներ 9-րդ կետը անխոչնդոտ անցումով։ Մի հատ իսկ բացատրի հասկանամ։ Հասկացա, հրադադար է լինում, պատերազմը կանգնում է, Քելբաջարը տալիս եք, որովհետև Հայաստան չի։ Աղդամը տալիս եք, որովհետև Հայաստան չի։ Չգիտեմ, Լաչինը տալիս եք, որովհետև Հայաստան չի։ Հադրութը հետ չեք վերցնում, որովհետև եսիմ հələ չգիտենք Հայաստանա թե Հայաստան չի։ 9-րդ կետը Մեղրիով։ Մեղրիով չէ, դե գրած է Հայաստանով։ Եթե դուք եք ձեր մեջ ֆիքսը, որ դա պիտի Մեղրիով լինի։ Դե գրած է Հայաստանով, կարար լիներ Իջևանից դեպի ասենք Երասխ։ Այդպես կարար լիներ։ Բայց դուք այտենց էլ դրան չանդրադարձակ, այդ հարցին չանդրադարձակ, մի անգամ ասիկ Իջևանից Երասխ ճամփեն քանդած է։ Այ դրա համար պետք է Մեղրիով անցնեն, պետք է ընդեով անցնեն, որտեղով Ալիևն է ուզում։ Մի անգամ դուք տենց բան եք ասել։ Մի հատ լավ անեկդոտ կա դրա վրա, բայց հիմա երկար կտևի, եթե պատմեմ։ Բա Մեղրին, էդ էլ խո Հայաստան էր։ Բախի եք այդ հրադադարի պայմանագրում այտենց Ղազագիր գրեցիք։ Հետագայում ինչի այդ նույն ձևակերպումը անխոչնդոտ անցման սկզբունքը տեղափոխվեց ամերիկյան միջնորդությամբ օգոստոսի 8-ի հռչակագիր փաստաթուղթ։
Եվ ինչի հայ-ամերիկյան համագործակցության մեջ ստորագրում է Ադրբեջանը։ Բա Ղարաբաղն է պրոբլեմը, KGB-ի պրոյեկտ էր։ Ես միշտ իրատեսորեն հասկացել եմ մեր վիճակի ծանրությունը եւ ճգնաժամի խորությունը, որ մենք Հայաստանի Հանրապետությունով ունենք։ Բայց ոչ մի դեպքում չեմ ընդունել, միջև այսօր էլ չեմ ընդունի, որ դուք պիտի անխոչնդոտ ճանապարհ տայիք, իսկ եթե դա հայերեն ասենք, ապա Զանգեզուրի միջանցք տայիք Ադրբեջանին, որը արդեն տալիս եք։ Չնայած կարող է մի բան հələ հնարավոր է փոխել, որը հայ-հայա տալիս եք, նախաստորագրած է, այսպես ասած։ Բա էդի խի եք տալիս։ Ըտեղել են Ղարաբաղցիք մեղավոր, էդ էլ է ինչ որ միջազգային հանրությունը չի ճանաչել, խի եք տալիս, որև տվող եք։ Հիմա պատերազմով է բերել, պատերազմը դուք եք բերել, բա հետո ոնց ալնելու, որ պատերազմ չի գալու, շարունակելու եք, մի հատ մենյու կա, հա, վերիցվար ցուցակագրած, հերթով զիջելով պիտի գաք, պատերազմ չլինի, ու այլոք պատերազմ կլինի, որովհետև իրանք չեն զիջելու, որովհետև իրանք այլ լուծումներ են գտնելու, հա, դուք ձեր տրանսկասպիան Արամ Սարգսյանով բանով ովքեր տենց լուրջ պատմում են թե ինչքան երբ որ Քոչարյանն էր տալի այդ դեպքում Քոչարյանի աշկերն էին հանում դիմացը բայց Ղարաբաղ էր վերցնում հիմա երբ որ դուք եք տալիս արդեն դա շատ խելացի տենց ռազմավարական քայլ է հա երբ որ Քոչարյանն էր մեղրին տալի այդ դեպքում դավաճան էր նույն Արամ Սարգսյանի համար գնացեք կաթողիկոսի մոտ խոստովանվել էր հələ դրա խելքին հաշեցեք վարչապետ մարդա պետական գաղտնիքը գնում կաթողիկոսի մոտ խոստովանվում է լավա բժշկիտ մոտ չէր գնացել խոստովանվել որ ստրեսի պատճառը պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունն է կարար չէ մարդը գնար բժշկի մոտ եւ նյարդաբանի մոտ ասեր գիտեք վերջերս լարված եմ բժիշկը ասեր իսկ պարոն վարչապետ խոսքա գնում 99 թվականի մասին 2000 թվականի մասին իսկ պարոն վարչապետ ինչու եք այդպես ուզված դե որովհետեւ Քոչարյանը մեղրի պլան է իրականացնում իսկ ես դա իմ համար մեծ ստրես է այս հասունության պետական իբրթե պետական գործիչը որ պետական գաղտնիքը խոստովանվում է կաթողիկոսի մոտ այն կաթողիկոսի որին հիմա հելել է այդ նույն կաթողիկոսն է այդ կաթողիկոսի մոտ հիմա բանը Նիկոլի Հակա եկեղեցական արշավն է բալետանում։ Էսենց լավերով հավաքվել եք, Քոչարյան եք քննադատում, ճիշտ եք անում, տեղին եք անում։ Բա այդ նույն գալաթը, որ դուք եք անում, դիմացը ոչինչ չվերցնելով, ոչինչ։ Քասի Քոչարյանը հələ որ դիմացը Ղարաբաղ էր վերցնում։ Դուք ոչինչ չեք վերցում դիմացը։ Բան ձեզ ասելու բան չկա, ձեզնից պահանջելու, գնահատական տալու ձեզ չկա։ Լավ, արցախցիները ոնց ասում, փախակ թե ինչ արիք, ոբշմ, լավ, բա դու ինչ արեցիր, այ ընկեր։ Այդ նշանը, որ տենց մարդկանց դոշին կպցնում եք, Հայաստանի Հանրապետության քարտեզը, դա մեր ցավն է։ Անես չի, որ ես իլյուզիաներ ունեմ այլ քարտեզի, չունեմ, ասում եմ, ես իրավիճակում չեմ էլ կարող ունենալ, բայց կարելի է այդքան գրեհիկ ձևով, լկտի ձևով մարդկանց աչքը չկոխել, քարոզարշավի նյութ չսարքել, եսի գիտեք ինչի նման, են հազար ներողություն օրինակիս համար, Արսեն Թորոսյանը գարդասիլ էր քարոզում, այս երգիրը պոստսովետական, վակցինացիայի դեմ լուրջ բան չուներ, ժողովուրդը խելոք գնում պլանային կարգով վակցինացվում էին, բոլոր պատվաստումները, ինչպես հայտնա գնում ընդունում էին, հանգիստ ապրում էին մի խոսքով, արևմտյան աշխարհում կար այդ հակա վակցինացիայի անտիվաքս, այսպես կոչվող շարժումը, մեր երկրում չկար, այլ խախանդ մարդիկ սա պատվաստվում էին, Արսեն Թորոսյանը սկսավ վակցինացիայից խոսել, իր խելքին ձախական մի քանի ռադիկալիստներ կամ ռադիկալ բանը, չգիտեմ
ֆեմինիստներ, ռադիկալ եսիմինչիստներ, ելան սկսան վակցինացիայից խոսել, յանի հոգուտ վակցինացիայի են էլի խոսում։ Մարդիկ սկսան գնալով հակակրանք ունենալ վակցինաների նկատմամբ։ Ոչ թե որտեղ ի սկզբանե մարդիկ դրա նկատմամբ դրան դեմ էին, այլ ուղղակի այդ հակակրանքը, որ առաջանում է, երբ որ հակակրանք առաջացնող մարդիկ դա սկսում են չափից ավել քարոզել։ Հիմա մեր ժողովուրդը լավից վատից ողնաշարը ջարդված, ամոթանքը երեսին, արժանապատվությունը խոցված, գիտի, որ էտա մնացե։ Մենք գիտենք, ընդ մեղրի միջանցքը չես նշե, բայց գիտենք, որ էտ էլ անդե մխած։ Մենք այդ ցավը գիտենք, մենք էտին ես չի վելի մաս։ Դու ինչի ես հանում դա քարոզում, որ ատենք այդ քարտեզը։ Հա, որ ինչքան հնարավոր է հակակրանք եւ նողկանք տածենք այդ քարտեզի նկատմամբ։ Ինչի ես այդ քարտեզը այդքան շահարկում։ Գիտենք, էտա Հայաստանը, գիտենք։ Գիտենք, էդ էլ կարող է վաղը չլինի, էդ էլ գիտենք։ Կլինի մեր աշկը չկոխես էտի։ Հիմա վերադառնամ արցախցիների, այսինքն դառնամ արցախցիների իրավունքին։ Ոչ ոք չի կարա արցախցիներին ասի դուք իրավունք չունեք վերադառնալու Արցախ։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության ղեկավար իրավունք չունի ոչ մի ձևի իրանց Արցախ վերադառնալու իրավունքը դա միջազգայնորեն ճանաչված իրավունք է, միջազգային իրավունքի դրույթ է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարա ամենաշատը իր տարածքում այդ որ նշել եք այդ նշանը որ դոշտերին են կպցնում այդ տարածքում դուք կարաք իրավունքը մարդկանց ոտնահարեք գործադիր իշխանության իրավունքները դատական իշխանության իրավունքները մարդու հիմնարար իրավունքները արդարադատությունը ոստիկանությունը ամեն ինչ դուք ստեղ կարաք ցալեք կողեք ձեր տակ դուք չեք կարա Արցախցու վերադառնալու իրավունքը ցալեք կողեք ձեր տակ Ավելին ասեմ, եթե այտենց իրավունք չլիներ միջազգայնորեն ճանաչված, Ալիևը ու Ալիևենք, Ալիևը չլինի ուրիշ մի հատ, այսպես ասած, քաղաքական ուժ, Ադրբեջանը Ալիևով չի սկսում ու վերջանում։ Միշտ շահարկելու են իրանց փախստականների վերադարձի իրավունքի մասին։ Միշտ նրանք դրանից հետ չեն կանգնելու։ Նույնիսկ դա Ալիևի որոշելով չի։ Փախստականների վերադարձի իրավունքը դարձյալ միջազգային իրավունք է։ Էդի ոչ մի նախագահ չի կարա իր երկրում ապրող ժողովրդին արգելի։ Ոչ Ալիևը կարա արգելի ադրբեջանցիներին, եթե նրանք այդպիսի իրավունք ունեն իրոք փաստաթղթավորված։ Ոչ էլ դուք կարաք առավել եւս Ղարաբաղցիներին, արցախցիներին նման բան արգելեք։ Ավելին ասեմ, եթե չլիներ այդպիսի միջազգային իրավունք, մենք պիտի արցախցիների վերադարձի իրավունքը որպես քաղաքական կապիտալ, բանակցային կապիտալ, ավելի ճիշտ է ասել, որպես քաղաքական լծակ օգտագործենք մեր դիրքերը տարածաշրջանում ամրացնելու համար։ Բա որ դու քո բոլոր բանակցային կարողությունները շպրտում ես աղբանոցը։ Բա ինչով ես գնալու բանակցության, ինչ ճպսնեն ասելու ես, հա, ու սրան եք գնում ընտրեք, հարգելի միամիտ ժողովուրդ, սրան եք գնելու ձայն տակ, ասում դուք որ մասնակցում եք մեզ են ասում, բոլորին դեմ եմ ցուցակով գնալու ենք, ասում են դուք փոշիացնում եք ձայները, ում ձայներն ենք փոշիացնում, Նիկոլի ձայներն ենք փոշիացնում, թե Կարապետյան Սամվելի ձայներն ենք փոշիացնում, ում ձայներն, էտով է կներեք հազարներով, հոր տնից այդ ձայները բերե, որ մենք էլ յանի գիծենք մտե փոշիացնում ենք, մենք մեր տեսակն ենք ներկայացնում, այդ տեսակը այնքան ծանրակշիռ կլինի ժողովրդի շրջանում, որ կմտնենք պարլամենտ, ուրեմն այդքանով կիրականացնենք այդ ձայների իրավունքը, ավելի շատ կլինի, ավելի շատ կիրականացնենք, ոչինչ չի ստացվի, առնվազն մենք ցույց կտանք, որ քաղաքական դաշտում մենք կանք, մեր ձայնը, մեր դատողությունը, մեր սկզբունքները ու վաղվա մեր տեսիլը պատկերացումը կա։ Ու ի տարբերություն քաղաքական չգիտեմ ինչ ասեմ, պոպուլիզմի, ամբողջահաճության
կներկայացնենք բաներ, որոնք այդքան էլ ամբողջահաճո չեն, բայց խորքային են, սկզբունքային են եւ ընդհանրապես ապագա երկրի տեսիլն են ապահովում։ Մեր ապագա երազանքն են ներկայացնում, առնվազն մեր սերնդի, ովքեր բավական երկար են լռել, մինչ դուք իրար հետ, իրար միս ուտելով ապականել եք մեր ներկան ու մեր ապագան, հլա անցյալը չհաշված։ Մենք շատ երկար ենք լռել ձայները չփոշիացնելու խաթր։ Մի անգամ էլ եկեք մեր խաթր ձայները փոշիացրեք։ Ինչ կլինի որ, այդ ինչ ձայն ունեք, որ մի հատ էլ փոշիացնելու եք։ Ոչ մի Հայաստանի ղեկավար չի կարող արգելել Արցախցու վերադարձի իրավունքը։ Մետրոյում կլինի թե իր կաբինետում, հիմա էլ ասում եմ թողա ներողություն խնդրեմ։ Գլխիդ կպնի քո ներողությունը։ Գլխիդ կպնի։ Ինչա ռեյտինգներն ընկել է։ Տեսել ռեյտինգներն ընկել է։ Մարդու իրավունքների պաշտպանը հանգարց վերակացի ասում է ոչ մի պաշտոնյա իրավունք չունի տեղահանված եղած ժողովրդի ներկայացուցիչ հետ այդպես խոսա։ Յա, ես երբ դարակ մարդու իրավունքների պաշտպան։ Ես երբ զարթնեցիք նոր։ Էդգար Ղազարյանին իրավունքները պարլամենտի ուրեմն քննարկումներում ոտնահարելով, ծաղրելով, ներողություն խոսքիս համար ստորացնելով մարդու իրավունքների պաշտպան էիք կարգվում ձեր անգրագետ հալով սահմանադրագետներ են ուր է ձեր սահմանադրությունը միջև հիմա բա հանեք ձեր սահմանադրությունը ասում եք նախագիծը գրած է մարդու իրավունքների պաշտպանել իրեն ներկայացրել է որպես սահմանադրագետ սահմանադրության մասը բա ուր է ձեր սահմանադրությունը բա հանեք տենանք մենք մեր չելած հալով սահմանադրության նախագիծ հիմնական սկզբունքներ ենք հրապարակել հիմնադիր կետը կայքում կա մտեք նայեք ձերն ուրա միլիարդներով փող եք կերե այդ փաստաթղթերը ստեղծելու համար ուրա միլիարդներով պարգևավճար եք զղտագվե ուրա արդյունքը ընտրություններից 2 օր առաջ պետք է անեք թե ձեր չի տալի վախենում եք չգիտեք դա ձեր ռեյտինգի վրա դրական կազդի թե բացասական այս բանը դարելա Facebook-յան բան էջ լայքեր ենք հաշվում երկիր է սա այ ընկեր պետություն է սա Արցախցու իրավունքներն էլ ոչ ոք չի կարա բնական իրավունքներ Աստծո կողմից տված իրավունքներ ունի ու կրկնում եմ ես հասկանում եմ որ չենք կարող մենք այսօր այդ իրավունքները սպասարկել եւ դա շատ լավ եմ հասկանում բայց դա չի նշանակում որ դրա մասին չենք կարա խոսանք նույնիսկ խոսալը պատերազմ է հրահրում ուրեմն թող հրահրի Ավելին ասեմ, եթե տենց իշխանություն կա, որ կարա գա կանգնի ես անտերանոցի գլխին ու պատերազմի պատրաստ երկիր դարձնի Հայաստանի Հանրապետությունը, ես այդ իշխանության ցավը տանեմ, ով կարա պատերազմի պատրաստի ես երկիրը, այ տենց երկիր սարքի ես, ոչնչություն հանդիսացող տարածք է այսօրվա դրությամբ։ Այս անինքնասեր ողնաշարը ջարդված տարածքը, ով որ կարա գա սա պատերազմող երկիր սարքի, ես իրա ցավը տանեմ։ Ես մենակ իրանից կհավատամ, որ մենք խաղաղություն ունենք։ Եթե ես կարողանա ես երկիրը սարքել, պատերազմի պատրաստ երկիր, ես մի վարքյան չի հապաղի ես երկիրը սարքել, պատերազմի պատրաստ երկիր, պատերազմ վարող երկիր։ Պատերազմով է վախցնում։ Պատերազմը օր շնանքա լինելու ես երկրի գլխին, եթե ես երկիրը կարա պատերազմ վարող տղա դառնա։ Եթե այս անողնաշար երկիրն ես նախիր դարձած ժողովրդով մի օր դառնա պատերազմող ժողովուրդ ու երկիր, այդ օրը մենք երազելու ենք, այդ օրը պետք է շնորհավորենք իրար, որ հասանք վերջապես մենք էլ երկիր դառնանք։ Այդ օրը մենք կարանք խաղաղություն ունենանք։ Զզվսնիր թողիր պատերազմ։ Ուր է այդ պատերազմը, բեր տենամ։ Դիլիմ զիչելը որ պետք է հասնենք, արա։
մետրոյում էլ նշան է բաժանում։ Ցավոք սրտի, մեր քաղաքական դաշտում չկա այդ պլոճիկով քաղաքական ուժը, որ կարան այս երկիրը պատերազմող երկիր դարձնի։ Ցավոք սրտի, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային այս դրության մեջ երկար տարիներ դեռ մենք չենք կարողանալու լինենք պատերազմող երկիր։ Ու այդ հարցը մեր գլխին անեցքա, թե օրհնություն։ Այս անդամալույց վիճակը ես չգիտեմ, որի անունը կապիտուլյացիան, որի անունը խաղաղություն ենք դրել։ Ես չգիտեմ։ Էսի խաղաղություն է, էսի վիճակ է։ Էդ ով չի ուզում խաղաղություն։ Էդ որ հոգեկան հիվանդը կարա չուզենա խաղաղություն, այ մարդ։ Հոգեկան ոստապ, անառողջ մարդը կարա չուզենա խաղաղություն։ Ով։ Բայց խաղաղություն ուզել չի նշանակում, այ մարդ դիլիմ, շերտ, կտրտես, էնելով քոպես ապիկարը, աջանդա մի շուստրի մեկը լիներ, քթածակով մեկը լիներ, կարող մեկը լիներ, կազմակերպչական տաղանդով կամ ինստիտուտներ ստեղծող մեկը լիներ, ես կհասկանայի, կասեի դելա մանևրում է, ժամանակ է շահում, այ ապիկար, այ պատուհաս, քո վրա մի հատ գործ կար անելու, մեղրին չտալ, Զանգեզուրի միջանց չտալ, սաղ հասկանում եմ, ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ կարայի ասեի լավ, մենակ թե Զանգեզուրի միջանցքը չտաս, դու տվեցիր, էդի ոչ մի բանի հետ կապ չուներ, ոչ արդեն Արցախի հետ կապ ուներ, ոչ միջազգային, չգիտեմ, երկրների կողմից ճանաչված չի, դրա հետ կապ, ոչ մի բանի հետ կապ չուներ, տվեցիր, Փագա քո այդ խոսակցությունը։ Էդ էլ հլը պիտի վերցնենք, հետո մտածենք, Արցախի հարց կարում ենք լուծենք թե չէ։ Հլը դա պիտի այդ անխոչնդոտ անսման դրույթը հլը պիտի փոխենք։ Մենք Հայաստանի Հանրապետությունը չենք կարող պահենք, մենք մեր սահմանները չենք կարող վերականգնենք, հլը դա պիտի վերականգնենք։ Մի քիչ շատ ջղայնացա, բայց դա ջղայնանալու բան է էլի։ Կարևորը սրտիս եկածն ասեցի։ Պատերազմի կուսակցություն է գալի։ Մի շաբաթ կարող է մեր երկիրը չկարողանա պատերազմի, եթե մտնի պատերազմի մեջ։ Ինչ հեքիաթներ ես պատմում։ Այդ բանը աղվեսի նման։ Հրե կացինը սրած դրած գնամ բերեմ ծառդ կդրեմ։ Են էլ ասում, վայ չկտրես, աղա աղվես, ես մին նահա տարքես ծառա, այդ ամեն տալն էլ բանն է, այդ վերընտրվելն է Նիկոլի, ամեն ձակը որ տալիս է, այդ ամեն մեկը մի հատ վերընտրվում է, էլի այդ աղվեսը, այդ հորթը, որ իրան աղվեսի տեղա դրե, ամեն ձակի վրա մի հատ վերընտրվում է, գնամ բերեմ կացինս ծառը կդրեմ, Վերջը մի օր կանգնելու ենք ասենք, անգեր, արա գլխելքդ գլուխը տավակի։ Հիբրիդային պատերազմ, Ռուսաստան, Եվրոպա, աշխարհ քաղաքական, այ թշվառներ, դուք ձեր սեփական 29000, չգիտեմ քանի քառակուսի կիլոմետր չեք կարող պահեք։ Դուք ինչ ստրատեգիական գեոպոլիտիկ վերլուծություններ եք անում, ինչ հիբրիդային պատերազմ, դուք Ալիևի Ադրբեջանի դեմ չեք կարող թպրտակ, դուք ինչ Պուտինին եք դիմադրում ձեր արևին, Ռուսաստան են դիմադրում, Ադրբեջանի դեմ դարել են կուրկուրի ձակ, Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ են տանում։ Միջև Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ տաները, մի հատ Ալիևի հետ կարացեք հիբրիդային պատերազմում ձեր ինքնությունը պահել, հա շատ չէ, այդքան բան մի հատ արեք, հետո նոր խոսացեք բանը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմից, Եվրամիություն են գնում, ես վերջերս Աշոտյանն էր հրապարակ, այդ օրը որ խոսում էր Եվրամիություն, ընդ Եվրամիությունը իր առաջիկա տարիների զարգացման պլանն է հանել, որտեղ Հայաստանի ինտեգրման մասին խոսք չկա։ Եվրամիությանը Հայաստան ինչին է պետք։ Այնքան որ սսկացնեն, որ
ադրբեջանական գազը եւ միջինասիական էներգակիրները ստից տալեն Եվրոպա, էտա պետք Հայաստանը սթրվի, սատկի ստեղ, որ իրանք իրանց էներգետիկ անվտանգության հարցը լուծեն։ Դրա համար ինչա պետք գրանտ է պետք կտան, փող է պետք կտան, ընտրություններում պետքա միջամտել կմիջամտեն։ Ռուսաստանին ինչա պետք։ Պետքա որ արգելի այդ ամեն ինչը։ Հայաստանը պետքա որ լինի առանց սուբյեկտայնության, առանց ինքնուրույնության։ Նրան էլ այդ պետք։ Ումա պետք որ Հայաստանը լինի ինքնուրույն։ Բացի հայերից, ումա պետք։ Բացի Հայաստանի քաղաքացիներից, ումա դա պետք։ Ինչ ստից հիբրիդային պատերազմ եք տրսնում։ Թերևս այսքանը ինչ ասեմ։ Խոնարհումս այդ աղջկան, խոնարհումս իրան, խոնարհումս, քույրիկ ջան, քու թասիբի, քու արժանապատվության, քու տղամարդկության 10%-ը ունենանք, մենք պրոբլեմ չենք ունենա, 10%։ Այդ քարտեզն էլ մի տարածել, եթե չես ուզում վերջնականապես ատենք այդ քարտեզի մնացածը, մի տարածի, քո պիղծ ձեռներով դրան մի կպի, քո գրեհիկ, այլանդակ, պերաշկի խեղտող, յուղոտ, ճենճոտ մատներով այդ քարտեզին մի կպի, եթե չես ուզում վերջնականապես ատենք, նողքան կապրենք այդ քարտեզից, մի կպի այդ քարտեզին, թերևս այսքանը, լուծումներ կան, բազմաթիվ լուծումներ կան, միակ բանը, որ մեզից ազգովի պահանջում է, ոչխարի պես սրա նրա հետևից չգնանք, ոչխարի պես, մի քիչ անալիզ անենք, մի քիչ վերլուծենք, 100-ատ լուծում կա, 1000-ատ լուծում կա, Հայաստանը տարածաշրջանում թանկ տերիտորիա է, Հայաստանի համար գյուլակը գցեն թե Եվրոպան, թե Ամերիկան, թե Ռուսաստանը, թե Չինաստանը, թե Իրանը, թե Թուրքիան, թե սաղ, մի քիչ խելքներս աշխատացնենք, Հայաստանի ստրատեգիական դիրքավորումը մեզ ահռելի պոտենցիալ է տալիս մանևրելու համար։ Առավել ևս, եթե առնվազն որոշակի ժամանակ Արցախի իրավունքները միջազգային ասպարեզում ներկայացնելու քայլերից ձեռնպահ ենք մնում։ Բայց դա չի նշանակում ներսում վար չպահել այդ միջազգայնորեն ճանաչված իրավունքը, ինքնորոշման իրավունքը, ցեղասպանական ակտը, որ եղել է Արցախի նկատմամբ, տեղահանությունը, որ եղել է արցախահայության նկատմամբ, այս ամեն ինչը առնվազն կարանք խոսանք, այ մարդ, կարանք հիշենք, ֆիլմեր նկարենք սրա մասին, վերլուծականներում ստրատեգիա մշակենք ոնց է այս հարցը լուծվում։ Հա, մի բան էլ կարևոր։ Եթե Արցախի հարցը Հնգեր Փաշինյան փակված լիներ, վաղուց Արցախը վերաբնակեցվել էր ադրբեջանցիներով։ Բալիևը խի չի բերում ադրբեջանցիներին, նույնիսկ այն տերիտորիաները, որոնք գրաված կամ մեր կողմից ազատագրված էին, այսինքն որոնք քրդերով կամ ազերիներով էին բնակեցված։ Բա եթե Արցախի հարցը փակված է, այս կարևոր դիտարկումը, Բալիևը խի չի բերում վերաբնակեցնի։ Կարող է մենակ Քումարը Արցախի հարցը փակված։ Կարող է Ալիևը ջոգում է, որ Արցախի հարցը փակված չի։ Կարող է Ալիևից բացի խոշոր ուրիշ խաղացողներ էլ գիտեն, որ Արցախի հարցը փակված չի։ Հələ լավ մտածի։ Ժողովուրդ ջան, փաստ է։ 6 տարի է անցել, Ալիևը չի վերաբնակեցնում անգամ այն բնակավայրերը, որտեղ ապրել են ազերիներ եւ քրդեր։ Նրանք խոսում են Ղափան, չգիտեմ, Սյունիք, ադրբեջանցի իբրև փախստականների վերադարձի մասին, բայց իրենց ռազմական վերահսկողության տակ գտնվող գյուղերում եւ քաղաքներում չեն վերաբնակեցնում։ Հարցեր չի առաջանում ինչու։ Տենաս ինչու այ մարդ։ Կարող է Ալիևի համար Արցախի հարցը փակված չի։
Կարող է Ռուսաստանի համար փակված չի, կարող է Արևմուտքի, Ամերիկայի, Թուրքիայի համար փակված չի, կարող է մենակ Նիկոլ Փաշինյան քո համար է Արցախի հարցը փակված։ Զանգեր ու զրի միջանցնել վերադիր փեշքեշ, ասում է, այդ է լավություն, բոնուս։ Մեր սեղանից ձեր սեղան, ալի բանը, Փաշինյանի սեղանից Փաշաևների սեղան։ Կարող է։ Ում ես այս շիտեղ դրե։ Խորաման կաղվես։ Ժողովուրդ ջան, փաստացի, ֆակտ, որ նայում ես, Ադրբեջանը չի վերաբնակեցնում։ Առնվազն Ալիևի համար այդ հարցը փակ չի։ Այս սուտլիկ աղվեսն է որոշե մեզի քյոլմստի այդ հարցը փագել տա։ Դիմացնել ինչ կստանա։ Խաղաղության համար գնացի արաբներից $500,000 թե ինչքան մրցանակ է ստացել։ Ասում են այդ փողը ինչ ես անելու, ասում եմ չեմ մտածել։ Կարող է մի անգամից որոշել ինչ որ մի հատ ֆոնդի տայր։ Ասում եմ չեմ մտածել այդ փողն ինչ եմ անելու։ Մեր արունի վրա 4000 ընտիր հայորդու արունը ծախել խմել է գնացե արաբական երկրներում Ալիևի հետ մրցանակ է ստանում։ Խաղաղության է թե ինչի է։ Ասում եմ փողն ինչ ես անելու, ասում եմ չեմ որոշել։ Հա, ասում եմ ես առօրյական թեմաների մեջ չմտնեմ, խոշոր կոնցեպտուալ հարցեր քննարկենք, սահմանադրություն, պետության հիմնադրույթներ եւ այլն։ Չի լինում։ Էլի պիտի գաս մտնես այս հարցերը, անես մի գալատ են անում, որ էլ չես կարող, էլի։ Դերևս այսքանը, ժողովուրդ ջան։ Շնորհակալություն ուշադրության համար։ Առույգ եղեք, տրամադրությունները տեղը պահեք։ Առնվազն Ալիևի համար Արցախի հարցը փակ չի։ Իսկ մենք առնվազն բանավոր հնչեցնելու այդ հարցն ու դրա իրավունքները առնվազն մեր տարածքում իրավունք ունենք ու այդ իրավունքը ոչ ոք չի կարա մեր ձեռից վերցի։ Իսկ արցախցիների, ղարաբաղցիների վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարա։ Դա կարա կյանքում իրականություն չդառնա, բայց այդ իրավունքը երբեք չի զրոյանալու, ոչ մի բան չի դառնալու։ Ու մենք սա գիտակցում ենք։ Ու մենք որոշել ենք այս գիտակցումով շարունակենք ապրել Հայաստանի Հանրապետությունում, այս քար ու քռի վրա, այս անուղեղներով շրջապատված, այս սուտլիկներով զավթված, օկուպացված, անգրագետներով, օլիգարխներով, քրեականներով օկուպացված, այնուամենայնիվ մենք ստե շարունակում ենք ապրել, ու այնուամենայնիվ դիմադրում ենք, ու հետևողական ենք լինելու այս մեր ապրուստի ու դիմադրության մեջ, հələ տենան վերջում ինչ կլինի, այսքան բան, բարի գիշեր ձեզ ցավը տանեմ, ինչ նոր հանդիպում։